հենց այդ եմ ասում Ղարաբաղի շարժումը հակարդա Հայաստանի սիրելի ժողովուրդ ես փակել եմ Ղարաբաղյան շարժման էջը հանուն ձեր երեխաների որ ձեր երեխաները ապրեն վերջ լսում եք հետո պատասխանում եք մեկ գումարած երկու գոյատևման ժամանակը եկել է ապրելու սեփական պետության մեջ կյանքը վայելելու ժամանակը պատերազմի կուսակցությունը ուզում է ջախջախել խաղաղությունը եւ Հայաստանում ապրելու ձեր երեխաների իրավունքը Խաղաղությունը դա անվտանգության հետևանքն է ոչ թե դրա փոխարինողը սա մեկ երկրորդը դուք սպասարկել եք նույն քաղաքականությունը եւ դուք կրում եք ավելի մեծ պատասխանատվություն մեր գաղափարախոսությամբ դա դավաճանություն է ձեր սովետական ժառանգած այդ Ստալինի քարտեզով դա նաեւ հանցագործություն է որովհետեւ ձեր կոչով հազարավոր երիտասարդներ եթե դուք կոչ եք անում որ նախ դա շատ ռիսկեր է պարունակում երբ դուք ասում եք Ադրբեջանի կազմում է դուք մեզ դնում եք օկուպանտի տեղ դա բերելու է մեծ հետևանքների ռազմատուգանքների է բերելու դուք բերելու եք Հայաստանի կործանումը կանգ ես պահանջում եմ որ մեր նահատակների զոհությունները չթերագնահատվեն չնսեմացվեն Նրանք ընկել են հանուն Հայաստանի Հանրապետության, պետականության, ինքնիշխանության, անկախության եւ ես այո հպարտ եմ ժողովուրդ, որ ձեզ բոլորիդ դուրս եմ բերել այդ անհեռանկար կոնֆլիկտի թակարդից։ Ես հպարտ եմ դրա համար։ Ես էլի ասում եմ, եթե դուք դրա համար պետքա որոշեք, որ ես պետքա կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հնազանդ ձեր որոշմանը կկանգնեմ գնդակահարության պատի տակ Բայց միջև վերջին վարկյանը իմացեք, ես երջանիկ եմ, որ ձեզ ազատել եմ պատերազմից, կոնֆլիկտից, ես ձեզ ազատել եմ ֆորպոստությունից եւ բերել եմ իրական անկախություն, իրական պետություն եւ իրական հեռանկար։ Սուրեն Պետրոսյան։ Եթե կարելի է ինձ էլ ձայն տվեք։ Այո։ Հետո այստեղ նույնպես։ Հակնեմ։ Իմ ժամանակը խնդրում եմ վերականգնեք։ Ուրեմն Երբ պարոն Փաշինյան խոսում եք նահատակներից եւ ասում եք որ խոնարհվում եք նահատակների առջև ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր ելույթը ազգային ժողովում երբ դուք ասեցիք մենք կարող էինք ունենալ այս նույն իրավիճակը սակայն առանց այս քանի հազար զոհերի ուղղակի դուք ինձ դրա այդ դեպքում կհանվանեիք դավաճան այսինքն դուք հրաժարվել եք եթե անգամ այդպես էր դավաճանի պիտակը ստանալ եւ դրա փոխարեն զոհաբերել եք հազարավոր տղաների ես ձեր խոսքն եմ ուղղակիորեն մեջ բերում եւ երկրորդը երբ դուք ասում եք Արցախի թեման մշտապես փակ է եղել, ես եւս մեկ անգամ եմ հիշեցնում եւ խնդրում եմ ակնկալում եմ անդրադարձ։ Եթե Արցախի թեման ներողություն միտքս ավարտեմ, եթե Արցախի թեման որպես այդպեսին փակ է եղել, ինչի համար է ստեղծված եղել ԵԱԿ Մինսկի համանախագահողների խումբը։ Արդյոք Հայաստանը եղել է գերտերություն, որ 3 միջուկային գերտերություններ ուզել են Հայաստանին համոզեն միջազգային իրավունքը վերականգնել, թե ոչ։ Շնորհակալ եմ այդ հարցի համար։ Շնորհակալ եմ այդ հարցի համար։ Հետևյալի համար, որ այդ երկրները թույլ չտան, որ կոնֆլիկտը լուծվի, որովհետև կոնֆլիկտի չլուծումը որևէ ժամանակաշրջանում անպայման համապատասխանել է երկրներից մեկի շահերին։ ԵԱԿ Մինսկի խումբը ստեղծվել է, որպեսզի կոնֆլիկտը չլուծվի եւ Հայաստանը թակարդից դուրս չգա, եւ հարավային կողմը թակարդից դուրս չգա։ Եվ ես երջանիկ եմ, որ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը դուրս են բերել այդ թակարդից։ Պատերազմի առաջին օրը ես գնացել եմ խորհրդարան եւ ասել եմ հենց հիմա ես պատերազմը կարող եմ կանգնացնել, բայց մենք պետք է համակերպվենք, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը ամբողջ խորհրդարանը որ ես բացահայտել եմ Ղարաբաղի հարցի տակ թաքնված թակարդը եւ ժողովրդին Հայաստանին դուրս են բերել։ Այսինքն եւ ավելի այն